Նախագահ Սարգսյանի մասնակցության ոդկասթի արձագանքների ժամանակ Փաշինյանի մի քանի կետին պիտի անդրադառնամ։ Մասնավորապես ինքը որի օրդ անգամ ասեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թոք էր Հայաստանի Հանրապետության վրա։ Հələ մի հատ էլ չբավարարվեց դրանով, որոշեց ռուսերեն գրի «Կառոտկի պավադոկ»։ Հիմա ես մի հարց ունեմ։ Լավ երկար էր, այդ «Կառոտկի պավադոկը», որ այդ դրա արկայության պարագայում մենք սեպա ենք ստորագրում, որը մինչ օրս դուք փորձում եք իրագործել ու առանձնապես դա ձեր մոտ չի ստացվում։ Հետո ինքը ասեց ժողովրդի իրավունքները, պատմական արդարության վերագործարկումը, վերականգնումը նույնպես թոք էին, բայց խնդիրը կայանում է նրանում, որ դրանք երկուսն էլ ձեր բանակցային տերմիններն են։ Իրավունքներ, անվտանգություն, արդարություն, դա դուք եք բերել բանակցային գործընթաց։ Մերը 3 հիմնարար սկզբունքներ ինքնորոշման իրավունքով։ Ավելին ասեմ, ձեր իշխանության ընթացքում մեր բանակցությունների ավարտից տարիներ անց Ռուսաստանի Դաշնությունը, Եմեն, ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան նույնիսկ այս տարվա օգոստոսին այդ նույն հիմնարար սկզբունքներից ինքնորոշման իրավունքին հղում են կատարել։ Այ դա էր մեր բանակցային ժառանգությունը։ Ավելին ասեմ, մեր բանակցային ժառանգության մասին խոսել են թե Ադրբեջանից 2 անգամ նշելով, որ եթե բանակցությունների հունով գնար, ապա թե Լաչինն ու Քելբաջարը եւ թե իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ թե երկրորդը դրա մասին Փաշինյանն է ինքը ասել գաղտնալսման ընթացքում ասել է որ Ադրբեջանը համակերպվել է որ Լեռնային Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու անդրադառնանք մեկ այլ կարևոր կետի վերջերս մամուլում տարածվեց մի տեղեկատվություն որ Փաշինյանը 18 թվականին խոստացել է կարգավորել գործընթացը, իսկ 19-ին ասել է, որ իրեն կսպանեն, եթե ինքը դա անի։ Երբ որ դա համադրում ես այն փաստի հետ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը, չարեց անհրաժեշտը պատերազմը կանգնացնելու համար, հետո էլ պատճառաբանեց, որ իրեն դավաճան կհամարեին այդ պարագայում, մենք գալիս ենք մի պարզ եզրակացության, 2 անգամ Նիկոլ Փաշինյանը մի անգամ իր կաշին, մյուս անգամ իր կաշվե աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվոր տղերքի կյանքերը։ Ոստեղ այլ քննարկման տարբերակ չկա։ Վերջում անդրադառնամ 2 ԿՊԱ-կանի ելույթների։ Մեկը Ռուբինյանի այսօրվա բրիֆինգի ժամանակ ասված մտքին, որը փորձում էր մեղադրել Արցախի վերջին իշխանություններին Արցախի հանձնման մեջ, մի հատ կողմնորոշվեք էլի իրար մեջ, եթե Արցախում 10 օր իշխանության եղած իշխանություններն են պատասխանատու Արցախի հանձնման համար, բա դուք որ այդ ժամանակ 5 տարի Հայաստանում իշխանություն էիք, այդ ոնց է որ մեղքը գցում եք նախկինների վրա, մի քիչ հակասություն չկա ձեր ասածների մեջ։ Երկրորդը Տիկին Պալյանի ասածը, Տիկին Պալյան, միտքը ավարտեմ։ Երկրորդը Տիկին Պալյանի ասածը, ով, բայց Աշոտյանի շնորհավորանքը գողացած ու Կարեն Սարուխանյանին տված մարդը Աշոտյանից խոսելու իրավունք չունի։